Ավանդաբար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տարեմուտին ընդառաջ ամփոփում են անցնող տարվա աշխատանքները եւ նախանշում գալիք տարվա անելիքները։ Այս տարի եւս բացառություն չէր։ Ուրբաթ ընկերության դահլիճում կայացավ 2011 թվականի վերջին խորհրդակցությունը, որտեղ էլ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը տոնական տրամադրությամբ շնորհակալություն հայտնեց աշխատակազմին։ Ուզում եմ երախտագիտության խոսքերն ասել բոլորի ընտանիքներին, կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի սրտանց իմ ամանորյա եւ սուրբ ծննդի կապակցությամբ շնորհավորանքներն եմ ես կողմում։ Շնորհավորում եմ բոլորի ընտանիքներում միայն ցանկանում եմ առաջի հերթին թող խաղաղություն լինի թե ընտանեկան, թե համապետական։ Խաղաղություն լինի բոլորին ցանկանում եմ իր ծրագրեր, որ ունեցել եք, որ ցանկանում եք դուք 2011-ի կատարվի չիրականացավ, թող դա կատարվի 2012-ին, թող ավելին կատարվի։ Գիտեք, մենք ունենք այդ իրավունքը, ցանկանալու մեզանից կրկնում եմ, յուրաքանչյուրին։ Ձեռքբերումների մասին Մաքսիմ Հակոբյանը խոսեց նաև խորհրդակցությունից հետո սոսի եւ խուստուփ հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ 2011 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փայլուն հաջողություններ է ունեցել եւ կան հաջողությունները, որոնք ընդգծված պետք է նշել, քանի որ դրանք նաեւ գնալու են պատմության հետ շարունակական բնույթ են ունենալու։ Գիտեք, ամենաառաջինը ես կհամարեմ մեր հաջողություններից այն, որ ձեռնարկության բաժնետերերը մայիս ամսվա տարեկան ամփոփիչ ժողովում որոշում կայացրեցին եւ ձեռնարկության եկամուտների 5%-ը այսուհետ, քանի դեռ ձեռնարկությունը գոյություն ունի, հատկացվելու է ձեռնարկությունում աշխատող բոլոր աշխատողներին, տվյալ պահին աշխատողներին, բավականին լուրջ հաջողություն եմ ես համարում։ Շատ կարևոր բան տեղի ունեցավ, երբ 2011 թվականի տարեվերջին արդեն շահագործման հանձնվեց եւ ավելի քան 1 ամիս է աշխատում է, գործում է նոր այլ որ ընդունված է ասում ենք ամերիկյան ինքնահամալացման աղացը եւ որը հնարավորություն տվեց 11 թվականին նախորդ տարվա համեմատ ավելի քան 25%-ով ավելացնել արտադրողականությունը ձեռնարկության ծավալների մեծացում ապահովեց եւ շատ մի կարևոր հանգամանք ուզում եմ անպայման նշել, որը կարծում եմ թե մեր հեռուստադիտողներին էլ, մեր տարածաշրջանի, մեր Կապան, Քաջարան եւ մարզի աշխատակից քաղաքացիներին կհետաքրի, մենք լավ նախադրյալներ ստեղծեցինք 2012 թվականի համար եւս 40% աճ ապահովելու, եթե ոչ ավել, նույնիսկ հնարավոր է դրանից էլ ավել։ Այսինքն արդյունքում մենք 2011-ին մեր ձեռքբերումների հաջողությունների արդյունքում ունեցանք այն, որ իր խորհրդային տարիների հզորություններից կրկնակից ավել 225% աճ ունեցանք, աճ ապահովել, ասեք արտադրողականության հակակարի վերամշակման եւ նաեւ նախատեսում է 2012 թվականին դա հասցնել կա, բոլոր նախադրյալները կա, պայմանագրերը, ծրագրերը հաստատված, հիմնավորված կան 2012 թվականին արդեն դա կլինի 300% մոտ կկազմի խորհրդային տարիների հզորությունների համեմատ աճը կկազմի 300% մոտ։ Դա բավականին լուրջ հաջողություններ է։ Եվ դրա հետ կապված պետք է ասենք աշխատավարձերի բարձրացում, նոր աշխատատեղեր ստեղծվեցին,
Գիտեք, ընդհանրապես կարող է հոգեբանական մթնոլորտ ավելի առողջ դառավ եւ մարդկանց ամենագլխավոր բաներից մեկը, որ ես շատ եմ կարևորում, հարգանքը դեպի ձեռնարկություն զգալիորեն աճել է, զգում ես արդեն մարդիկ այլ ձևով հպարտ են զգում, իրենք այսօր դա շատ մեծ բան է, շատ կարևոր բան է, երբ ձեռնարկության աշխատողը հպարտանում է, որ ասում է, ես տվյալ ձեռնարկության աշխատակից եմ, այսօր այդպիսի իրավիճակ է ստացվել, իսկ դա վերջին տարիների արդյունք է եւ նաեւ ինչու՞ չէ մեծապես 2011 թվականին։ Մեր գործընկերների հաջորդ հարցը վերաբերում էր սոցիալական ծրագրերին, այս դեպքում կարևորվեց մարզի դերը։ Սոցիալական ծրագրերի ուղղությամբ ավելի է մեծացել ծրագրերի եւ նույնիսկ պետք է ասեմ, որ այսօր Քրոնիմետ ընկերությունը հիմնադրամ է հատուկ ստացել Հայաստանում, արդեն առաջի աշխատանքները կատարված են, այդ թվում նաև Կապանի մեր Հանրապետության մի քանի վայրերում արված է, այդ թվում նաև Կապանում թիվ 3 հատուկ դպրոցի համար ինչ որ արդեն աշխատանքներ հատուկ կարեկավոր, որ իհարկե փոխադարձ համաձայնացում ենք, մենք քննարկում ենք այս անցնող տարում դարձյալ մոտ ավելի քան 10 միլիոն դոլարի սոցիալական ծրագրեր են իրականացվել հանրապետությունում, ասենք բոլորդ լավ գիտեք, Հանրապետության Մատենադարանի, Երևան քաղաքի Հանրապետության 20-ամյակի նվիրված միջոցառումների մեր մասնակցության մասին հավանաբար Չերևունի թանգարանի բազմաթիվ այլ ծրագրեր, մեծ ծրագրեր եւ ամենագլխավոր ասեմ ձեզ, հենց առավոտյան ես աշխատանք է գալուց Սիսյանից ինձ զանգեցին, թե հրատապ Երևան են տեղափոխել ինչ որ մեր նախկին մեր պատերազմի մասնակից, վերջին պատերազմի մասնակից ընկերներից մեկի եւ հրատապ վիրահատության կարիք ունի։ Բնականաբար մենք լուծում ենք, բազմաթիվ այդպիսի բաներ։ Ես արդեն մի քանի անգամ հայտարարել եմ մի քանի 100, մոտ 500-ի մոտ հանրապետության քաղաքացիներ, որոնց գերագիշեր մասը մեր մարզից է սրտի վիրահատություններ են տարել, որը գիտեք ինչքան թանկ արժե է։ Եվ բազմաթիվ, դա մշակույթում ունենք, բոլոր տեղերով, հետո անդադար, գիտեք, երբ որ այդ հարցը տալիս են, չեմ ուզում ես այնց շատ ծավալվել, երկար ասել, որտեղ ինձ մոտ ասեմ, կա մի տպավորություն, եթե ինչ որ մի բան անում ես, կան ուղղություն, ասեք Մատենադարանի համար մենք կարող ենք ասել, եկեղեցի կառուցում կարող ենք ասել, որ ստեղ գումար ենք դրել, մեկն է կարել, բայց երբ դա վերաբերում է մարդին, անձին, մարդուն ավերաբերում, ասում ենք, վերցնում ենք հայտարարում ենք, որ եկեղեցի մարդուն սենց բան եք արել։ Խոստուփ հեռուստաընկերությանը հետաքրքրող 3 հարցերից առաջինը վերաբերում էր ընկերության ծրագրերի ընթացքին, մասնավորապես կարևոր էր ընկերության վարկ վերցնելու հատվածից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունավետությունը եւ արդյոք սա նա էր, ինչին ձգտում էր Մաքսիմ Հակոբյանը։ Պարոն Հակոբյան, ժամանակին, երբ կառավարության արտաքին ամիսի ժամանակ Լենիզուրի պարզամոլիբդենային կոմբինատը դիմեց կառավարությանը ռուսական վարկից գումար հատկացնել, դուք հայտարարեցիք, որ մենք ունենք նպատակային զարգացման ծրագիր եւ գումարը վերցնում ենք, որպեսզի այդ ծրագիրը ճգնաժամի պատճառով չտապալվի։ Այն ժամանակ ասացիք, որ վստահ են, որ գումարը ժամկետից շուտ ենք վերադարձնում, ծրագրերն էլ իրականություն են դառնում։ Այսօր ձեր այն ժամանակվա ակնկալած արդյունքը ունեք թե չէ։ Ես հստակ սկզբից ասեմ, հետո մի քիչ ավելի մանրակրկիտ կարող եմ ասել։ Ոչ միայն այդ ակնկալիքները իրականացան, այլ անգամ ավելին տվեցին, որ նույնիսկ այսօր ինձ համար դա ես բազմաթիվ տեղեր ասել եմ, բազմաթիվ անգամներ ասել եմ, գիտեք, եթե այսօր այնպես է ընդունված մի տեսակ, որ պետության կառավարության ղեկավարների, վարչապետի, նախագահի կամ մյուսին շնորհակալություն ես հայտնում այսինչ գործի համար, առանցի մարդկանց մոտ տպավորություն ստեղծում, որ սա ոնց եք ասում, հայելի որ հարավակարգային հատա, դրա համար չեմ ասում շատ դեպքերում նույնիսկ, բայց առանձին հանդիպումների ժամանակ գոնե ես ասել եմ, որ շատ շնորհակալ ենք մենք, իսկապես դա
մեծ բան է դա։ Այսօր որ մենք հասել ենք արդեն հայտարարում ենք, որ նախորդ տարվա համեմատ 25 ճգնաժամի ժամանակ մենք աշխատավարձ ենք բարձրացրել։ Ճգնաժամի ժամանակ մենք աշխատատեղ ենք ավելացրել։ Ճգնաժամի ժամանակ մենք ծավալները, վերամշակող հանքաքարի ծավալները ավելացրել ենք։ Եվ այսօր, գիտեք, մենպիսի թվերը ունենք մենք ձեռնարկությունում մենպիսի նոր սարքավորումների տեղադրումներ, ենթակայանները, մեր ինքնաղացը, մեր մյուսը, գիտեք, նույնիսկ ես ինքս մեջ եմ ամեն օրյա, գնում տեսնում եմ, մեկ ինքս չեմ հավատում, կարծում եմ երազի մեջ ենք, այդ պայմաններում արվեց, և դա իրոք նման օգնությունների շնորհիվ է, իրոք այդ վարկը գերօգուտներ տվեց մեզ, ոչ թե սովորական բան այլ, այն որ տեսօր ունենք մենք, փաստորեն ունենք այնինչ ունենք, այսօր մենք հպարտությամբ կարող ենք հայտարարել, որ նախորդ տարվա 14-15 միլիոն տոննա տարեկան հանքաքարի վերամշակման փոխարեն այս տարի մենք կարող ենք 20 միլիոն վերամշակել։ Դա չի վա, գիտեք ինչ է, երբ մի ձեռնարկություն մի տարվա մեջ այդպիսի հաջողություններ, ինչ որ մի 15-20-30 միլիոն դոլարի շնորհիվ, գիտեք, դա նույնիսկ չգիտեմ ինչպիսի գնահատական կարելի է տալ։ Շարունակելով սոսի հեռուստաընկերության մեր գործընկերների հարցը, փորձեցինք պարզել, արդյոք կոմբինատը առաջիկայում նախկինի պես լայնածավալ բարեկամական և համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնելու, հատկապես Կապան, Քաջարան քաղաքներում և տարածաշրջանի գյուղերում։ Այդ ամենի հետ զուգահեռ Քաջարանի կոմբինատը գտնվում է Կապանի տարածաշրջանում։ Կապանի տարածաշրջանում կոնկրետ մարդիկ, ովքեր կոմբինատում չեն աշխատում, ժամանակի սոցիալական բազմաթիվ ծրագրերի ականատես է եղել։ Ասֆալտապատում, բարեկարգում եւ այլն։ Այդպիսի ծրագրեր մեր տարածաշրջանում առաջիկայում կլինեն։ Անպայման կլինեն։ Գիտեք, եկեք չթաքցնենք ինչ որ բաներ, գիտեմ հարցի ենթատեքստում ինչ կա, մենք բոլորս պարտավոր ենք ճշմարիտ լինել։ Չեմ կարծում, թե լավ գործ անող մարդուն, հեռավոր ծրագրեր իրականացնող մարդուն փնովելով, այլ ձևով ներկայացնելով, ինչ-որ խնդիրներ առաջադրելով մենք հաջողություններ կունենանք։ Ոչ, կեղծիքը, կա չէ ժողովրդական բան, որ ասում են, մախաթը պարկում չես կարող, մեր բարբարով հատուկ ես, դա եմ ասում, չես կարող թաքցնել, հասեղը պարկում չես կարող թաքցնել, մենք ամբողջ մարզի գազաֆիկացման աշխատանքները համարյա այս ձեռնարկության միջոցով է կատարվել, Սիսիան տարածաշրջանի ամբողջ, չգիտեմ ինչ է մյուսը, ցավալի է, երբ որ, չգիտեմ ինչ որ մետեղ, մեկը մի փոքր, չգիտեմ է դա որ նույնիսկ կատարված է, թե չի կատարված, թմկահարվում է, մեկ այլտեղ իրական պետական, համաժողովրդական, համակարգային ծրագրերի մասին չի խոսում։ Գիտեք, ինձ համար շատ ավելի ցավալի է, որ երբ որ սոցիալականի մասին, կենսամակարդակի, մյուս բաների մասին են խոսում, մոռացել են, որ մի քանի տարի առաջ Կապան Քաջարան մարդիկ աշխատանք գնալ գալու համար, որը ընդամենը մի բեռնատար մեքենայի թափքի մեջ էին տեղավորում, եւ մեքենա հիշում եք, պետք է որ լավ հիշեք, այսօր տասնյակ ավտոբուսներ են աշխատում օրվա տարբեր ժամերի եւ հանձնարարված է, բավական է ես մի անգամ նկատեմ մեկ ավտոբուսի մեջ, մեկ մարդ անգամ ոտի վրա կանգնած է գնում աշխատանքի գալիս, ես խիստ կպած եմ մեղավորներին, դա բարեկեցություն չի, մարդ կարող է նստել, հանգիստ գնալ գալ, կամ բազմաթիվ նման բաներ, բազմաթիվ միջոցառումներ, որ կատարում են Կապան քաղաքում եւ այլ այլ, բոլոր էլի արում է, էլի դա գիտեք ինչ է, բաներ կա իմ արդեն սովորություն է կարծես թե դառնում, երբ որ մշտապես անում ես եւ յուրը չես անում կամ մի քիչ ես անում, արդեն դառնում ես դու ոնց որ
ինչ որ մի քո պարտականությունները կարծես թե չես կատարում, բայց ուրիշ որ բան չի անում, մեկ այնպես են տմկարում, այնպես են ներկայացնում, որ այս մարդը սենց այս, այն դեպքում որ դու ամեն օր ամեն վայրկյանում ես այդ բանը անում։ Խոստովանության տնօրեն Սասուն Մանուկյանը, ով ի դեպ ծնունդով Քաջարան գյուղից է, վերջին հարցը օգտագործեց եւ անդրադարձավ գյուղի հետ կապված վերջին շրջանում աղմուկ հանած խնդրին։ Վերջում որպես Քաջարանցի գյուղի բնակիչ։ Այո։ Նաև որպես ծնունդով Քաջարանցի ես ուզում եմ գյուղի ճակատագրի վերաբերյալ հարցը։ Վերջին շրջանում լրատվամիջոցները միաբերանք կամ իրար վերացնելով խոսքը ավելի շատ ընդդիմադիր լրատվամիջոցներին է վերաբերում, փորձում են հարցը շահարկել։ Ինձ համար որպես Քաջարանցի վատ է, որ մեր հարցը փորձում են երևանցիները իրենց շահերի համար օգտագործել եւ մեր անունից խոսել, որտեղ այնտեղ որևէ մեկ Քաջարանցի չէ։ Եկեք նախ չտարանջատեք, Քաջարանցի է, Երևանից է, թե աշտարակից է, թե լոռուց է։ Այստեղ նախ ինքը մեր երկրի շատ փոքր է, այնքան փոքր, որ ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ։ Մի լավ հիշողությունով մարդ լինի, բոլորին անմազգաննող կճանաչի ու դեմքով էլ կճանաչի։ Եվ ունենք դες մարդիկ, որ համարյա հանրապետության ազգաբնակչությանը ճանաչում են։ Դա տնեք մի կողմ։ Այս խնդիրը ես պատահական չի, որ դրան չեմ անդրադարձել, ես իմիջիալոց համայնքի ղեկավարի եւ համայնքում ճանաչված ինչ-որ կապ ունեցող այդ մարդկանց հրավիրել եմ, մի քանի անգամ զրուցել ենք, բացատրել եմ, որ մի բարդացրեք ձեր վիճակը, ավելուտ դուք ձեր իրավունքները մի տվեք ուրիշին, դուք ես մի բան եք հայտարարում, ուրիշները գալիս են, սկսում ձեր տեղը հանդես գալու, ձեր տեղը չգիտեմ ինչեր անելու, ցույցեր անելու, նույնիսկ գնալու, որ սկիզբ չի ճանաչում, քո կողքովանցում, գալիս է այդ գյուղի վերաբերյալի պրտե ցույցեր են անում, բան են անում, գնում են պահանջներ են ներկայացնում, դա ուրիշ բան է։ Ես որոշել էի լավ ձևով դա ներկայացնելու հանրությանը։ Չգիտեմ, եթե դուք մի հաղորդում կազմակերպեք կամ այս հաղորդման ընթացքում դուք դա առանձնացնեք, ես մի քիչ ավելի մանրամասն կարող եմ ասել, գոնե մեր տարածաշրջանում իմանամ, որ ինչ է կատարում։ Ունեմ ասեմ ձեզ, պատահական չէ, որ խորհրդային այդ հզորի երկրում դեռևս 51 թվականին արդեն իսկ որոշված էր այս տարածաշրջանի բնակավայրերի ապագան։ Այդ թվում նաև Քաջարան գյուղի։ Ինքը ծննդավայրը գտնվում է այդ գյուղին պատկանող հողերի տարածքում։ Եվ այն գլխից էլ կար ծրագրում բանավաններ էին կառուցում, որը հանքավաններ, Քաջարան բանավաններ, եւ 56 թվականին պատահական չի, որ արդեն գյուղը վերացել էր, 58 թվականին նույնիսկ Քաջարան բանավանի մեջ էր մտնում։ Դրանք ծրագրեր էին, որ լավ ուսումնասիրված, հիմնավորված, հենց բաներ չէր։ Ու հետագայում իհարկե այդ բանավանն էլ 58 թվականին դարձավ քաղաք, Քաջարան քաղաքը, վերին ձորում դրան համընկավ նաև 68 թվականի երկրաշարժը, Ատկս, Քաջարան, Օղջի, Վերինհամբ, Կատնարատ, Փուխրուտ։ Այդ 6 գյուղերը որպես բնակավայրեր վերացան։ Արդեն նպաստավոր չէր այդտեղ մարդ ապրելու համար։ Նախկինում այդտեղ կոլտնտեսություններ կային, խորհրդային սովխոզներ, որ ասում ենք տնտեսություններ կային, այդ բոլորը վերանում էր, վերացել էր, պատահական չէր։ Հանդ գյուղում օրինակ 57 թվականին իմ հայրս կոլտնտեսության նախագահ էր։ 56-57 թվականին կոլտնտեսությունը հանձնեցին Փուխրուտին, հետո հետ բերեցին իբր տեղ, նորից տվեցին Լեռնաձորի, նորից նայել վերացա, նորից բոլոր դա ծրագիր էր, որ պետք է գնար։ Բայց նենք չէր, որ այդ ժողովրդին անտերություն լիներ, տեր չկանգնեին, ասեն ուր ուզում ես գնալ, բոլորին բնակարանով ապահովեցին, նույնիսկ փոխհատուցում տվեցին։ Որը որ ես ասեմ դες, հիմա էլ ոչ մեկը չի հրաժարվում։ Նույնիսկ այդ տնակները, որ դրել են, այդ հողերը հետագայում են հատկացրել, դա 92 թվականին գյուղը այլևս չկար։ 92 թվականին վերջին նախաձեռնություն
Նույնիսկ այդ տարիներին ես ասեմ, կոմբինատում էլ 5200 հեկտար մենք հողատարածքներ ունեինք ձեռնարկության տրամադրված, որից մենք հրաժարվեցինք, պահեցինք միայն 1800, հետագայում ավելացավ դարավ 2100, լրի թողեցինք գյուղերին, Նորաշենիկի տարածաշրջանի գյուղերում, մի 6-7 գյուղերում, այնտեղ Արծևանի կնա, Սյունի կնա, Խալաջնա, Վաննա, այդ գյուղերում, բոլորին էլ որ մնաց այդ գյուղերին, ինչի համար, որովհետև դա այդ ժամանակ ընթացքում գիտեք ինչ տարիներ էին, մարդիկ մի փոքր հացի համար անգամ վերջելի մի կտոր բանի համար հողի վրա կարողանում էին մի բան ցանել, մի կամ անասուն պահել եւ գոյատևել։ Այդ ժամանակ ոչ մեկ ասում։ Նույն բանը տեղ ունեցան ու քաջարում ողջունել, իա շատ լավ էր, շատ ճիշտ էր։ Նրանից հետո այսօր խնդիրը առաջացել նորից այդ ծրագրերի շարունակությունը մի քիչ ավելի անհրաժեշտությունը կարևոր դարձավ, առաջնային դարձավ խնդիրը։ Նորից ցանկություն եղավ դեպի բաժնետերերի հետ մենք քննարկեցինք գործադիմանը, որ պետք է անպայման այդ մարդկանց մենք փոխհատուցենք։ Նույնիսկ ես գյուղապետին, համայնքի պետի եւ իրենց հետ ներկայացնեն, ասեցի գնացեք գրավոր գրեք յուրաքանչյուր մարդ ինչ է ցանկանում։ Իրանք շփոթեցին։ Լրագրողներն էլ իրանց ավելի շփոթեցրին։ Ու այսօր հենց տենց աժոտաժ են ստեղծել։ Չկա նման բան։ Այդ գյուղում իրականում 10-12 ընտանիք է ապրում։ Այդքան էլ չկա։ Իրականում։ Ուրեմն մենք 2005 թվականին, երբ որ ես փորձում էի արդեն ծրագրեր մշակել, նույնիսկ ապան քաղաքի համար նախագծեր կա, լավ գեղեցիկ շենքերի շինարարություն, բան պետք է անեինք, այդ ընթացքում, չգիտեմ ով ինչ ասեց, մարդիկ սկսեցին միայն այդ տարին 150 մարդ գրանցվեց գյուղի տարածքում։ Նրանց հետո մի 10 մարդ մի տարվա մեջ, նույնիսկ այս տարվա մեջ էլ մի քանի 10-15 մարդ գրանցվել, լավ է, թող լինի, բան չունեմ ասելու։ Իրանց պապական տներն են անտեղ եղել, իրանց հողն ու ջուրն, ոչ մի չի ասում։ Մերն են, իրանց չէ մերը, մեր բոլորիցն է։ Այսօր այդ նույն գերեզմանի մասին որ խոսում են, ուրեմն մարդ, որին ես սոված էին, գալուստու, այն որ հերոստատեսան կանգնում հայտարարում է, տեխնիկում դուրս էր մնացել, բերեցինք աշխատանքի ընդունեցիք, իրան որդուն բերեցինք, ստե աշխատանքի ընդունեցիք, գնաց Քաջարյանի գերեզմանոցից, քողացավ գերեզմանի մետաղը, գնաց նստեց բանդում, եկել այսօր մեզ հայտարարում է, ինձ հայտարարում է, որ մենք գյուղի գերեզմանը քանդում ենք, երբ որ այդ գյուղի գերեզմանի ճանապարհը բարեկից ձեով սարքել ենք մենք, համեմատած նախկինի հետ։ Երբ որ այդ գյուղի միջոցառումների հանդիսությունների շենքը վերանորոգվել ամենաառաջիններից մեկը իր ամեն ինչով սպասքով բանով այսօր էլի տերություն։ Երբ որ այդ գյուղին առաջինը տարածաշրջանում գուցե նույնիսկ հանրապետությունում է, մենք նվիրել ենք տրակտոր Գութանի բանի վարուցանքսի համար եւ իրանք, չգիտեմ, անմիջապես քանդել ծրիվ են տվել, երբ որ չգիտեմ բազմաթիվ բաներ, որ այսօր ուզում են իրանք չեն հասկանում դրանով, ոնց որ ասում անտեղյակ մարդկանց ուրիշների թեմա են տալիս ու փոխանակ ներկայացնելու իրենց ծրագրերը, խնդիրները, ասեմ, որ մեզ սա է պետք, սա անենք, այսօր ոչ մեկը, ոչ մի հայ չեմ կարծում, թե նորմալ մտածելակերպով հայ, ոչ մեկը նույնիսկ չի համարձակվի, ինք իրեն թույլ չտա գերեզման քանդի։ Ինչ որ պետք է անելու ենք եւ իրենք էլ համոզված են, գիտեն որ մենք բացառում է վնասաբեր բան անենք։ Դպրոցի մասին են խոսում, որ դպրոց է քանդվել։ Մոռանալով որ այդ դպրոցը քանդել են, այսօր այնտեղ հերոստատեսության որ կանգնած է իրենք։ Իրանք քանդել են եւ եկել ձեռնարկությունից խնդրել, մեքենայով տրամադրել, տարել են որոշ բաներ նույնիսկ դուրսում ծախել։ Բերել են հանձնել կոմբինատին, կոմբինատից են փող ստացել դրա համար։ Իրանք հայտարարում են որ դպրոց են քանդել, դպրոց չեն քանդել։ Դպրոցը բնականon ճանապարհով աշակերտներ չլինելու պատճառով փակվել է դեռևս 68-70-ական թվականներին, ավելի շուտ նույնիսկ 70-ին մոտեր։
տեխնիկում, վաղուց իրենք այդ ինչ-որ հայտարարություն չի կարել, նման բանը պետք չէ։ Ճիշտ, ճշմարիտ ձևով, եւ դա ոչինչ, դա իսկի չեմ էլ կարևորում է, որ հայտարարում են, քանդել են, սարքել են, դա չէ։ Եվ ամենագլխավոր բանը այսօր գործող հանքը այդ գյուղի մեջ է մտած սեպի պես արդեն։ Այն որ հիմա աշխատում է այդ հանքը, որը մեկա։ Բայց այսօր այս մի թևից ուզում եք մենք բան վերցնել, բացարձակապես գյուղի հետ կապ չունի։ Բայց այնպեսի տպավորություն է ստացել, որ կողքից դասող մարդն էլ ասում, ոնց որ բարբարոսներ են, չգիտեմ ինչն, նման բան չկա։ Ու դրա համար եմ ասում, ստե երևի գուցե ավելի մանրամասն եւ նորմալ համարում, այո, իհարկե։ Ոչ մեկը չի, եթե մի էլեմենտար բան է, հասուն մարդը, նորմալ մարդը, չի կարող մտածի, ասի որ, եթե ես ձեռնարկությունը վերջին 6 տարիներին գոնե, տարեկան 10 միլիոն դոլարի սոցիալական խնդիրներ ալուծում, հարցեր ալուծում, բազմապատկում ես 50-60 միլիոն դոլար է դառնում, 50-60 միլիոն դոլարով նման 10 գյուղ կարելի է կառուցել։ Նոր գյուղատարածք կարող է, ես ասել եմ, գերեն թող ով բազմահարկում է տուն ուզում, ով առանձնատուն է ուզում, ովքեր ուզում են մի փոքրիկ համայնք ստեղծել, գյուղ ստեղծել, նրանց խումբ լինի, չգիտեմ, վերջի, մի բան կողմ։ Ձևերի մեջ խնդիր չկա։ Ոչ մի խնդիր չկա, ընդհակառակն ասեմ, փաստեր ունենք, Արցուվանի գյուղի հողերը, երբ որ ձեռնարկությունը գնեց, եթե հողը գնահատում էր 1 միավոր, մենք եռապատիկ, քառապատիկ վճարել ենք։ Մաքսիմ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում տոներից հետո ինքը պատրաստվում է հանդիպել քաջարանցիներին եւ վստահ է, որ գտնվելու է փոխընդունելի որոշում, որից կշահեն շահագրգիռ բոլոր կողմերը, բայց ոչ նրանք, ում համար կարևոր է հարցի շահարկումը, այլև անձնական հարցեր լուծելու համար։ Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ Մաքսիմ Հակոբյանի ակնկալիքները 2012 թվականից պակաս ամբիցիոզ չեն, մնում է ակնկալել, որ դրանք բոլորն էլ իրականանան, քանզի դրանից շահելու ենք բոլորս եւ առաջին հերթին պետությունը։ Իդեպ, որի թիվ 1 հարկատուն Զանգեզուրի պահանջամոլիբդենային կոմբինատն է։